Բարի լույս ընկերներ, հուսով եմ, որ դուք լավ եք, մենք լավ ենք, ես մի քիչ 50-50 որ կողքս շուրջ բոլորս եմ նայում, տրամադրությունս գիտեք ինչ է լինում, այս գործերը ինձ են սպասում, նոր ենք արթնացել, գլխացավով եմ ես արթնացել, երեք լվացքի մարևանլիկը գործեր ենք արել, ջեսը ճամպրուկները դասավորելա, դա հիմնականում գրեթե իր հագուստներ, իմ ու Ալեքսինն էլ տարել եմ որտեղ որ պետքա դրվեր, ուղղակի տենց դրել եմ, որ սենց սենյակում չլինի, այս սենյակը որ ցույց տամ, թե ուր ենք հասել, կզարմանաք, բայց թե պետքա որ պատկերացնեք, գիտեք, ես տնից դուրս գալուց նկարում եմ միշտ, ու որ եմ անում նոր տնից դուրս եմ գալիս, որ գնալու եմ, բայց մի տարի մարդ չի եղել այս տանը, բնականաբար փոշի սա հավաքվել է, չնայած է փոշու քանակը ոնց որ այս պսպղում է, բայց դե մեր նախորդ ոնց որ փոշու հետ որ մենք ունենք ամեն օր ես մաքրում եմ, մեկ այրիկ ունում ենք փոշի ու ինչ իրիկուն կեսօրին արդեն այստեղ մաքրում մեր փոշիներ, բայց դե իհարկե այդ փոշու քանակը չեմ համեմատի, բայց դե նախ շատ բան ուզում եմ հանեմ, հարկավոր է հանել, նայել, մի քիչ վերափոխություններ անել, երեխան շատ էր ուզում պոպկորն, իրիկունը պոպկորն էի սարքել, տեղ նստել էր իր համար, երկուսով հետո քնել ենք ստեղ ժամը 7-ին, ջես եկել է, արթնացել է, ժամերի տարբերություն կա, 5 ժամ տարբերություն է, հենց նստած այդեղ երկուսս քնել էինք, այդքան հոգնած ենք եղել, ստեղ երեխու խաղալիքներն ա, որ մի քանիսը բերել է հետը, սրանք պետքա, բայց ընդեղ անիմաստ տանել, որովհետև հիմա գնում եմ իր սենյակից սկսեմ, այստեղ էլի ճամպրուկից մնացած ինչ-որ բաներ, որ պետքա գնան, և կսկսենք իր սուրճ եմ պատրաստում ամենաառաջին երեխեք, փաստորեն պարզվում է ես չունեմ ֆիլտր, մի հատ գրեմ էլի ֆիլտր, քացախահարկավոր ֆիլտր, ջրի ֆիլտր պետքա լիներ լավ, ջրի ֆիլտր, որպեսզի այս մեքենայով սուրճը սարքեմ, դրա համար ջուրը եռացնում եմ իտալական այսպես, մենք իտալական սուրճի բան ունեինք, սարք ունեինք, էլի սենց սրա նման չեմ գտնում, ուր է այդ իմ, ուր եմ դրել, կաղայչացրել եմ ներքև պատվալ, չեմ իմանում, նկուղ եմ երևի թե իջացրել, հնարավոր է, շատ հնարավոր է, բայց սրանով կսարքեմ, ոչինչ, պրոցեսը սրա նման է, այստեղ լցնում եմ երկու համապատասխան գտալ սուրճ, մեկ, երկուս, լավ լիքը, մի քիչ եք ավելացնեմ, լավ, մի քիչ թող թունդ լինի, որպեսզի գլուխս ասեցի չէ ցավում է, հետո ավելացնում ենք ջուրը, եղման, ինչ է բալես, բոյ շոտ օպրեսկանք, հեռախոսս արդ կանստում է, You help me. ու Can I charge my iPad? հետո սա դնում ենք այսպես, թողնում ենք մի 10 րոպե, 5 րոպե թող սենց թերմվի, հետո իջացնում ենք ներքև, սա սրա հարցերը այսպես կարգավորենք, չիկորեչնեմ ոնց որ թե, չիկորեն վերջացել է, նշեմ, որ չիկորի է հարկավոր գնել, չիկորե, սուրճ, հիմա ինչի հիշում եմ գրեմ, որ խանդ գնելուց վերցնենք, այս սեղանը մի քիչ մենք իրիկունը բան էի սենդվիչ ենք արել, ոչ մի բան չեմ արել, ապսեներն է մնացել, քանի որ քնած է մնացել, շոկոլադ ունեինք, փակեր ու ժամկետի մեջ, սա այսպես ընկերներ, հա, ստեղից դե միշտ երեխու սենյակից եմ ես սկսում, ստեղի ու բորկան է հարկավոր հիմա անել, զանավեզկաներն է հարկավոր լվանալ, այս սաղ պետք է հանեմ, փոշիները սրբեմ,
Վերևից ներքև սենց պատահուկներով, բանով, ամեն ինչով պատուհանների համար դրել եմ սարքը զարյատկայա ընդունում պատուհաններն է հարկավոր լվանալ նաև, բայց այս ամենը պետքա հանեմ ստեղից, որ հետո նոր կարողանամ նաև բան կանեմ, այդ ինչի անունը շորերը այս խաղալիքներից էլ հարկավոր է բան անել քչացնել, չնայած բոլոր խաղալիքները հիմա իր համար ոնց որ նոր լինի, it's yeah. Այստեղից էլ հենց հիմա սկսում եմ, որովհետև ընթացքում ընդմիջում պետք է անենք, չես պետք է գնա մեքենան բերի ու պետք է գնանք խանութ գնումներ անելու։ Decluttering-ը, այսպես ասած, կսկսեմ այստեղից։ Այս սենյակում ինչ կա չկա, գիտեք ոնց եմ անում, սենց հանում եմ, դատարկում եմ պատերով ամեն ինչով, պատերի փոշիները սրբեմ, այստեղով էլ վերևով ներքևով սենց հանեմ, տեսնեմ որն է իր հակով, որը հակով չի լինելու ու գիտեք էլի իմ մաքրությունը որ սկսում է կարոտել այս սենյակի տեսքին, ինքը ընդհանուր շատ լուսավոր ու շատ լավ սենյակ է, այստեղ մի քիչ պետքա զոնինգը մի քիչ ոնց որ վերադասավորելու հարկ չկա այս սենյակում, այստեղ մահճակալը պետքա մնա, փոփոխություն չարժի անել, չի լինի, չեմ կարծում որ ճիշտ կլինի պատուհանի մոտ, որովհետև ձմռանը գիշերն է ամեն դեպքում պատուհանից փչում է երախու գլխին, որպեսզի չփչի, սենց այս տարբերակը ամենալավ տարբերակն է։ Ուրիշ փոփոխություն պետք չի անել, այս պահի դրությամբ ամեն դեպքում նոր կահույք չեմ պատրաստվում հիմա գնելու։ Գնացինք, անցանք գործի երեխեք, մեզ լիք գործ է սպասվում ես։ Look, if you look, there's, you see this part's missing. Huh? See that part's missing. Oh yeah, when it. Huh? It broke. Yeah, when it fell probably. Yeah. Yeah. It's a shame. Yeah. Had that quite oil. I'll have to order a new one.
միանգամից լվանում եմ, որ մինչև սենյակը վերջացնեմ, սա լվացած կլինի ու կարող եմ կախել։ Համար օգտագործելու եմ սա, այստեղ քացախաջուրա, այս երկրորդ փուլ եմ անելու, քան սա վերջնականն է լինելու չորացնելու առումով։ Այս ռեզինը ամենալավ տարբերակը այս ձեռքի անձեռոցիկով միած սենց ես անում, որպեսզի հետո ինքը չորանա ու գծերը չթողի։ Այսքան ընկերներ ջան, հիմա սկսեմ ես արագ պատողանները լվանալը։ Քիչ արագ ստացվի ընկերներ ջան, դրա համար չեմ նկարում, այս երկու պատողանները ամբողջությամբ լվացել եմ, այս մեկն է մնացել, հիմա այս մեկը միասին կանենք, այս քարերի հատվածը, մեկը այս սպիտակ հատվածը, բնականաբար օճառ ասեցի, օճառ այսօր բոլոր ամեն ինչի վրա եմ օգտագործում, որ լավ մաքրվի, բայց սովորաբար օճառել չեմ անում, ամսվա մեջ մի անգամ կարելի է սրանով անել, քացախաջուրա սովորական ու այս սրանով չորացնել, բայց ոնց որ ասեցի, մի տարի չեմ լվացել, չնայած տեսեք, մի տարի չեմ լվացել, այտենց որ ասեմ, այտենց կեղտոտ չի էլի, ես ավելի շատ էի պատկերացնում, ես ինքս ինչ պետք է լինի, բայց չէ բացարձակ։ Դնում եմ այս
ռեզինից սենց եզրով ու այս եզրով սենց հավասար քաշում եմ ինքը ընդհանուր ամբողջությամբ պատուհանը շատ լավ անում է, եզրերը երբեմն լինում է, որ մի քիչ ջրի հետքեր մնում է։ Ուղղակի այս սովորական ձեռքի անձեռոցիկով սենց անց եմ կացնում, վերջ, առանց ոչ մի հետք ես հանել ռեզինի վրայի մնացած սև, եթե կա, այդ դրանք կարող կվերցնի։ Իհարկե ես վերևից եմ սկսում այդ անել, ցած վերևից հեշտ է, մի անգամ էդ իջնում եմ ներքև, ուղղակի ներքևից այս անգամ արեցի, որ հեշտ էր նկարել, ձեզ ցույց տալը վերջին գերվածում ինձ մնացել է այս մի պատուհանը, որպեսզի անեմ, բայց այստեղից եմ սկսում, որտեղ որ ձեռքս հասել է այս մասերը մաքրել եմ, պատալոգից պետքա իջնեմ, առաստաղից պետքա պատերով իջնեմ, փոշիների համար վերցրել եմ microfiber սենց բանը, որ ես հենց միշտ ամեն անգամ հենց այս շորով եմ անում, վերևից այս հատվածից դեպի այս կողմ ու վերևից ներքև միշտ աշխատանքներս տենց եմ կազմակերպում, որպեսզի հավասար լինի, էլի համաչափ լինի գործս, բաս։ Կանը փայտից բոլոր ինչ ունենք, այս փայտի համար նախատեսված, դուք այդ նյութերով եմ անում, որովհետև սա օգնում է հետո ավելի երկար փոշին չհավաքի էլի վրան, այս նոր շորա, նոր ասելով ուրիշ կապույտ գույն շորա, նույնն է չի, ուղղակի երկուսն էլ այդ կապույտ գույներ մնացել, ինչ որ ունեմ, սենց ուղղակի վրան եմ անում,
Այստեղ քանի մութը չի ընկել, մենք գնացինք խանութ եկանք, նկարել եմ ձեզ համար ընկերներ, դա կլինի այսօրվա հաջորդ վլոգը։ Այստեղից մաքրե դասավորե հանել սիրուն ամեն ինչ շարել եմ, մի երկու խաղալիք էլ կլինի խցկել, դրան եմ սպասում, որ սենց խցկեմ, լավ խցկեմ, տանեմ խաղալիքները, ինքը այնքան լավ է խաղում իր խաղալիքներով, գիտեք, ու ես հետո այս խաղալիքները ուղարկում եմ Հայաստանում խաղալիքները բավականին թանկ արժեն, ստեղից գրքերից էլ մի քանի բաներ արդեն առանձնացրել եմ, որ տառերը, որ սովորում են դրանք իրեն արդեն պետք չի, ուղարկի իր քուրիկին, որ իր քուրիկն էլ սովորի անգլերեն, ֆրանսերեն, տենց լավ տառաճանաչ գրագետ աղջիկ լինի, մահճակալը արդեն փոխել եմ, այս հատվածը սաղարած է, ինչ պետք է անեմ ընկերներ, խաղալիքները տենց շատ բան չեմ առանձնացնի, որովհետև տեղ չունեմ գնալու Հայաստան, եթե ես այս խաղալիքները բաներ կան, որ եթե իջացնեմ ներքևում դնեմ, չէ, մինչև բարձրանամ աստիճաններով ներքևից կտանեն, ասում եմ, խաղալիքները տենց բաներ, որ դնում ես մուտքի մոտ 15 րոպե հետո չկա, վերանում են նամանավանդ իր խաղալիքները, դրա համար ներքևում չեմ դնում, էլի, որ մեր բարեկամներին, մեր հարազատներին հարկավոր է ոնց որ թե այդպես, դրա համար տանն էլ տեղ չկա, որ տենց առանձնացնեմ, տանեմ ինչ-որ մի տեղ դնեմ, պատվալում չեմ սիրում նկողում դնել, ամեն դեպքում ճիշտ է, տենց կենթանիներ չկան նկողում, փառք Աստծո ինչ-որ առնետ բան չկա, էլի, բայց ամեն դեպքում էլի փոշոտ է, դե նկողը ամեն դեպքում, երեխեք են խաղալու, սիրում եմ երեխեքի համար ամեն ինչ մաքուր լինի, դա է պատճառը, որ չեմ առանձնացնում, ում տալու լինեմ, հենց մի անգամից այդ ժամանակարագարակ կհանեմ, կնայեմ որն եմ տալու, գիտեմ կոնկրետ ինչ մոտավորապես, սենց արդեն կհիշեմ, էլի, ստեղ պիտի քանդեմ մի հատ նայեմ, հագուստը կառանձնացնեմ, որը որ չի հագնելու, ստեղ չի հագուստը, այստեղ է, մեկ էլ, այ, ստեղ են հագուստները կնայեմ, որ նա փոքրացել, բաներ կային, որ հետս չէի տարել, որը որ փոքրանալու էր, այդպես փոքրոտ էր, մեծ ահագին բաներ մնացել էր, հիմա կտեսնեմ որն է իրան լինում, որը չի լինում, այդ արդեն կդնեմ են այս տոպրակների մեջ, ոնց է այս, որ բան անում էլի, այս սրանց մեջ, օպաս, ու պրես կանեմ, սենյակում արդեն տենց կարամ պահեմ, որ մի անգամից սպասի իր ոնց որ ճանապարհին, հեռու ճանապարհին կսպասի, այսքանը ընկերներ ջան, հիմա այդ խաղալիքները բանն հարկավոր դասավորեմ, կուրտկաներն եմ կախել, իրանց տեղերում են արդեն կուրտկաները համարյա տեսավ իր հագով եմ, ոչ մի բան փոքր չկա, գնալուց այստեղից ես ահագին բան ուղարկեցի Հայաստան, որը որ գիտեի հետ գամ էլ ոնց որ հաստատ իր հագով չի լինի, դրա համար այդ հատվածը, իսկ սրանք ընդհանրապես առել էի, սենց բաներով է, տպերով է, էլի դեռ իր կտրոններով, յարլիկ, ոնց էր Լաննա ջան մի հատ հիշիր հայերենը, լավ հեսա վերադառնամ ընկերներ ջան, վերադառնամ ու շարունակենք
հիմա ամենակարևոր բանը, որ պետք է անեմ, այդ Ալեքսի քնելու հարցով զբաղվեմ, որից հետո խաղալիքները արդեն այնտեղ մենակովս առանց ձեզ երևի թե, որովհետև մութա լուսավորությունն էլ լավ չի, կդասավորեմ, կմաքրեմ, առավոտ շուտ մենակ ուղղակի կբերեմ, կտեղավորեմ այստեղ, մեկ էլ այստեղի գորգը պետք է լվանամ, դա էլ մի անգամից գցում եմ լվացքի մեքենան, այստեղ սենց փոքր գորգ ունի Ալեքսը, գիտեք են մանկական Ikea-ից էինք վերցրել է, հələ բուջուրիկ էր ինքը, դա էլ կլվանամ, կբերեմ ու վերջ, հա, այստեղ էլ այդ մի քանի խաղալիքն է, այս խաղալիքներն էլ էլի, որ քչացնեմ լավ կլինի այստեղի, բայց արդեն ասեցի ոնց է, որ տարբերակն է, որ աշխատում է, այստեղից էլ գրքերը կհանեմ, նրանք, որոնք որ շատ փոքր տարիքի է, որովհետև դա արդեն մեծացել է, այդ գրքերը իրան էլ պետք չեն, ու էլի տեղ կազատվի ինչ-որ տեղ, այսքան անկերներ ջան, այսօր եկեք ասեմ ձեզ բարի գիշեր, եկեք ձեզ ասեմ բարի գիշեր, եթե դուք էլ սենց գործեր ունեք, շուտ ավարտեք, վերջացնեք, ոչ իմը չավարտվեց, մի սենյակն է վերջացել, մեր սենյակը, հյուրասենյակը, խոհանոցը, լոգարանը, սաղ սենց ամեն մեկը մի օրում հազից հավա, չեսին ասում եմ, իսկան բա մենք ոնց ենք հավաքել մեր գլխին, բայց միշտ ամեն ինչ, նույնիսկ հագուստն էլ, չէ, նենց կապված ենք այդ հագուստի հետ էլ, դժվարանում ենք ինչ-որ մի բան անենք, դե Ալեքսին էլ ոչինչ, որ փոքրանում է բան, ասենք տալիս եմ, ուրախանում եմ էլի, որ էլի երեխեքը հագնում են, բայց մեր հագուստներն ամանավանդ, բանա, ինչ-որ միտեղից բերած ամեն ինչ-որ ոնց որ հուշանվեր պետք է բերես, ասենք, քեզ ինչ-որ մի շոր ես առել կամ ինչ-որ մի բան ես առել, այդ երկրի հետ ուզում ես, ասենք շորեր ունեմ Ֆրանսիայից է, Իտալիայից է, չգիտեմ, Բալիից եմ, մի հատ յուբկա ունեմ Բալիից եմ առել, այն չի որ այդ Բալիի յուբկեն ես հագնելու եմ, գնամ դրսերում անգամ, չնայած Հնդկաստանում հագնում էի, շատ հարմար էր, ասենք առավոտները երեխուն դպրոց էի տանում գալիս էի, բայց բանը, նենց չի էլի, որ դե նորաձևությանն էլ, որ երկրում որ լինում ես, այդ երկրի նորաձևությանը հետևում ես, տենց ընկերներ, ու ոչ ենա թափեմ, որովհետև այդ յուբկան ամեն անգամ նայելուց, ես մտովի գնում եմ Բալի, հուշա, կապող ուղակ է ինձ, այստեղ գիտեմ, որ այստեղ հաստատ կաղա երբեմն հագնեմ, բայց շատ չեմ հագնի, ինքը մի խոսքով չեմ հարմարացնի, էլի, ինչև է, տենց շատ ձեզ չծանրաբեռնեմ ձեր գլուխը, ձեզ ասեմ ցտեսություն, լավ մնացեք, կհանդիպենք վաղը մեր վաղվա մաքրման արարողությամբ, բայց այստեղ հաստատ փոփոխություն եմ անելու, կահույքները պետքա փոխեմ, կտեսնենք թե ոնց կանեմ, էլի, մտքեր են պետք ինձ, պայծառ մտքեր, բարի գիշեր։ Ալեքսանդր, էդ ինչ արեցիր, վրեդ էդ ինչ ես թափել, արի, գնա լվացվես, ատամներդ լվանաս, որ գնում ենք քնելու արդեն, քնելու ժամն է, Դոդոյի ժամն է եկել, բա, almost night է, բա, արդեն քնելու ժամն է, գնանք քնենք, հանգստանանք, ուղեղներս հանգստանա, որ առավոտ արթնանանք, սենց թափենք էլի, արի բալ, արի,